մտածում եմ, որ ում հետ է, որ ես ունեմ շատ վատ հարաբերություններ, ես թշնամիներ չունեմ Հայաստանում, որևէ հայ իմ թշնամին չի, բայց օրինակ հիմա մտածում եմ, ում հետ է, որ ամենավատ հարաբերությունները ունեմ, ում հետ է, որ գաղափարական, բայց ինքը հայտարարում է, որ ինքը Նիկոլին դեմ է եւ պետք է գնա ու քվեարկի Նիկոլին դեմ, բայց ամեն ինչ պիտի անի, որ իշխանությունից զրկեն այս թշնամիներին հայ ժողովրդի, ես որոշել եմ, որ պիտի նայեմ, ում հետ եմ դատվում, ում հետ քաղաքացիերով դատվում եմ, ում հետ ընդհանրապես իր ասածների հետ համաձայն չեմ, ես ուզում եմ գնալ ազգային անվտանգություն կուսակցությամբ դրանց հետ կոալիցիա կազմել, գնալ ընտրությունների ցույց տալու, որ արա, ես տեսեք ում հետ է, որ համագործակցում եմ։ Դուք ասեք առաջին, երկրորդ, երրորդ նախագահ, ինչ ունեք իրար հետ կիսելու։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, ինչ ունեք իրար հետ կիսելու։ Համատեղեք ձեր ուժերը։ Համատեղեք, միասին պայքարեք։ Այո։ Հիմա եթե տեսնում ես իրանք չեն անում, իրանք էլ ներողություն եմ խնդրում իհարկե մեծամտանում են, որ իրանք են մենակ, իրանք էլ որոշում են թե ով պետք է լինի, հարցը այն չի, որ դու ուզում ես ցուցակում լինել, չես ուզում ցուցակ։ Չէ, ամենևին դա չի խնդիրը։ Բայց եթե որ տեսնում ես, որ մարդիկ են, ովքեր քաղաքականություն դեռ հասկանան, դա ինչ բան է, քաղաքացիության այբուբենը դեռ սովորեն, հանկարծ ուզում են դոկտորական դիսերտացիա գրեն, չի լինելու։ Ես մինչև հիմա այբուբեն էլ կարողանա սովորել։ Ես մինչև հիմա քաղաքականություն ուզում եմ հասկանալ, սա ինչ բան է, օրինակ բաներ կա քաղաքականության մեջ, որ ընկերոջ վրա թքած ունենա, կարաս նույնիսկ ծնողների դիակի վրով անցնես, աղբորը դիակի վրով անցնես, հարազատի դիակի վրով անցնես, որ ինչ որ քաղաքական բան։ Ես չեմ նախադեպը ես ոչ միայն նախադեպ ունեմ, ես կյանքում ապրել եմ այդ ամեն ինչը, տեսել եմ։